Ողջույն, Dr. Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր կխոսենք ատրոֆիկ գաստրիտի մասին եւ փորձենք հասկանալ, թե ինչու է կարեւոր իմանալ, թե հատկապես որ տեսակի հետ գործ ունենք։ Երբ հիվանդը բժշկից լսում է ատրոֆիկ գաստրիտ արտահայտությունը, սովորաբար դա հնչում է շատ մտահոգիչ։ Եվ դա հասկանալի է, քանի որ ատրոֆիա բառը հաճախ ասոցացվում է անդարձելի փոփոխությունների հետ։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Ատրոֆիկ գաստրիտի տարբեր տեսակներ գոյություն ունեն, եւ այն, թե դուք որ տեսակն ունեք, հաճախ որոշում է ամեն ինչ։ Բուժման մոտեցումը, նրա կանխատեսումը եւ նույնիսկ այն, թե հնարավոր է արդյոք հետ շրջել գործընթացը։ Առաջին տեսակը հելիկոբակտերային վարակով պայմանավորված ատրոֆիկ գաստրիտն է։ Սա ատրոֆիկ գաստրիտի ամենատարածված ձևն է։ Պատճառը ստամոքսի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումն է, որն առաջանում է հելիկոբակտեր պիլերի բակտերիայով վարակման արդյունքում։ Այս միկրոօրգանիզմը կարող է տարիներ շարունակ ապրել ստամոքսի լորձաթաղանթում, առաջացնել նրա բորբոքում, իսկ տարիների ընթացքում բերել լորձաթաղանթի փոփոխությունների եւ ատրոֆիայի զարգացման։ Լավ նորությունն այն է, որ այս գործընթացը կարելի է այս փուլում կանգնեցնել։ Եթե բակտերիան հայտնաբերվի վաղ եւ ժամանակին, ապա այն բուժելով հնարավոր է process-ը կանգնեցնել, լորձաթաղանթը massամբ վերականգնել եւ բարդությունների ռիսկը կտրուկ նվազեցնել։ Այստեղ կարևոր է չհապաղել, այսինքն չսպասել բարդությունների առաջացմանը եւ ժամանակին ճիշտ հետազոտվել եւ կատարել էրադիկացիոն թերապիա։ Երկրորդ տարբերակը աուտոիմուն գաստրիտն է։ Այս տարբերակը ավելի հազվադեպ է հանդիպում եւ ունի զարգացման բոլորովին այլ մեխանիզմ։ Այստեղ պատճառը ոչ թե բակտերիան է, այլ սեփական իմունային համակարգը, որը սխալմամբ սկսում է պայքարել իր իսկ ստամոքսի բջիջների դեմ։ Այս ձևը զարգանում է համեմատաբար դանդաղ, առանց արտահայտված ախտանշանների, սակայն ժամանակի ընթացքում բերում է ոչ միայն ստամոքսայութի արտադրության ընկճման, այլ նաև երկաթի բետա-2-ի դեֆիցիտի, դրանից բխող տարբեր երևույթների զարգացմամբ։ Այս դեպքում բուժումը բոլորովին այլ է։ Հակաբիոտիկներն այստեղ չեն օգնի, քանի որ բակտերիա պարզապես չկա։ Այստեղ կարևոր է լրացնել վիտամինային եւ միկրոէլեմենտային դեֆիցիտները, վերահսկել աուտոիմուն գործընթացը, բարբերաբար հսկվել գաստրոենտերոլոգի կողմից եւ որոշ ժամանակը մեկ անցնել գաստրոսկոպիկ հետազոտություն։ Ինչու է կարևոր տարբերակել այս երկու տեսակները։ Եթե բժիշկը ձեզ ասում է, որ դուք ունեք ատրոֆիկ գաստրիտ, ապա դրանով պետք չէ սահմանափակվեք։ Պետք է հարցնեք, արդյոք ինչ գաստրիտի տեսակ է ձեզ մոտ եւ արդյոք այն կապված է հելիկոբակտերի հետ, թե ունի աուտոիմուն բնույթ։ Սա ձևական հարց չէ, այլ սրանք տարբեր ախտորոշումներ են, տարբեր բուժման մոտեցումներով եւ կանխատեսումներով։ Առաջինի դեպքում հնարավոր է ամբողջությամբ կանգնեցնել գործընթացը, իսկ երկրորդի դեպքում պետք է հսկել եւ հնարավորության դեպքում կանխել բարդությունների առաջացումը։ Ամեն անգամ ես ավելի եմ ուրախանում, երբ կարողանում եմ եւս մեկ մարդու ազատել այն պանիկայից, որն առաջանում է ատրոֆիկ գաստրիտ ախտորոշումը լսելուց հետո։ Եվ ոչ միայն նրա համար, որ պանիկան վատ է անդրադառնում ձեր առողջության վրա, այլ նրա համար, որ այս խնդրի շուրջ թեմաները համացանցում երբեմն շատ են, տագնապային են եւ հաճախ անիմաստ։ Ատրոֆիկ գաստրիտը դատավճիռ չէ, հատկապես այն դեպքում, երբ դուք գիտեք, որ տեսակի հետ գործ ունեք, քանի որ հնարավոր է ժամանակին բուժել, կանգնեցնել գործընթացը եւ կանխել հետագա բարդությունների առաջացումը։ Առողջ եղեք եւ իրազեկված։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Dr. Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։